Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում ազգային հայեցակարգ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր հյուրն է հայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր համակարգող Արտուր Արմինը։ Բարև ձեզ, պարոն Արմին։ Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. երկրում տիրում է ծանր ճգնաժամային իրավիճակ։ Ծեծկռտուկ ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության սահմանների ոտնահարում թշնամու կողմից Արցախյան Հանրապետության ճակատագրի օդում կախված իրավիճակ։ Ինչպես բնութագրենք երկրում տիրող այս իրավիճակը եւ որոնք են դրա պատճառները։ Բավականին ծավալուն հարց է, աստորեն պատճառ հետևին շուշտ իր բացատրություն։ Մենք նրանից, որ ազգային ժողովում դեպուտատական որտեղ եւ բոլոր նախագահների ներկայացությունը որ եւ հայլականների Դայնակի ցույց է տալի 30 տարվա անկախության 30 տարվա նախագահների կատարած գործունեությունը, որը ի վերջո Հայաստանը բերեց հասցրեց անշուշտ այնտեղ մասը խաղում է ընդդիմություն, մասը խաղում է իշխանություն, բայց եկեք եւ իրար նկատմամբ բացի այդ ծույլ վիրավորանքը, այսինքն այդտեղ գնում է պարզ տակ մի Արցախի պատերազմի, այս երկրորդ պատերազմի պատճառով աստորեն ասա նրանց ասում է դավաճան դուք եք որ իսկ այս նորերը որ են գալիս ասում են դուք բերեցիք հասցրեցիք եւ դա մնաց մեր այս ժողովրդական խոսքով մեր վզին այն չանեն ում ասել հետեւյալը երկուսն էլ եւ ամբողջ ազգային ժողովի ներկա բնակը ուրեմն ստախոս է անբարոյական եւ չի բացատրում պատճառ որևէ անգամ այս կամ այն կողմից մենք չենք լսում շատ սովորական եւ շատ տրամաբանված հանրական քննադատություն պատճառ հետևանքային բացատրություն հայ ժողովրդին դեպի վերջը դրանք ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են այո որը պետք է ասի հետեւյալը Հայաստանը սուվերեն պետություն չէ Հայաստանը վասալային կարգավիճակի մեջ է Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության քաղաքականության վեկտորը փոփոխվեց եւ ծրագրված ձևով պաշտպանելով ադրբեջանական այսպես ասած կողմի տեղի ունեցավ այն եւ դա ծրագրված էր ինչ տեղի ունեցավ այսինքն մենք այսպես ասած ունեցանք հայտարարակ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որը իրավականորեն ընդհանրապես իրավական փաստաթուղթ չէ դրանք այդ համաձայնագիրը չի հաստատված ոչ Հայաստանի ոչ Ադրբեջանի ազգային ժողովի այդպես հիմա մյուս ձեր հարցը այսինքն նախ վերադառնամ նորից սա ես ասած մեխենք ազգային ժողովը ամբողջովի որևէ անգամ չի բացատրում ժողովրդին որ տեղի ունեցա այդ փոփոխությունը որ իրենք կամակատարներ են ոչինչ անել չեն կարող բացի իրար այսպես ասած վիրավորելուց բայց իրականում եւ աջ թևը եւ ձախ թևը եւ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդիսանում են ի վերջո Ռուսաստանի Դաշնության կամակատարները եւ երբեք չեն ուզում ասել, որ գիտեք պատերազմի հիմնական մեղավորը, այս պատերազմի այս արդյունքը ծրագրավորված էր, պլանավորված էր եւ ռուսական շահերի հետ կապված տեղի ունեցել քաղաքական փոփոխություն։ Նույնիսկ երբ որ մենք ասում ենք, որ մեր սահմաններում Ադրբեջանի զորամիավորումները, ոտնահարում են եւ այլն, սա ստեղը շատ բարձրանում է։
ոտնահարում են եւ Հայաստանի ժողովուրդը վախեցավ։ Ինչպես նաեւ падգամավորները արդեն հիմք ունենալով հրավեր են անում ռուսական զորքեր, որպեսզի նրանք ամբողջ սահմանի երկայնքով Հայաստանում, ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում կամ Ղարաբաղում ունենան բազա, ռուսական բազա, այլև ամբողջ սահմանով, նաեւ նշանակում է Հայաստան-Վրաստան սահման եւ Հայաստան-Իրան սահման, որի Հարավային Իրանը այդքան էլ ոչ չէ։ Վրաստանն էլ արդեն որպեսզի դա տեղի ունենա, ահա թե ինչ է կատարում։ Դա շատ սիրուն ծրագրավոր խաղ է։ Եվ եթե Ռուսաստանի որոշակի հայ ազգի, ես ասած հայտնի մարդիկ սուտ տարածում էին, որ Ռուսաստանը ուզում է դուրս գալ Կովկասի, որ հանկարծ դուրս գա, Հայաստանը մենակ կմնա եւ այլն, դրանք բոլորը այդ ծրագրի համար քարոզչական process-ներ են, որ տեղի են ունեն։ Եվ սուտ կան։ Հիմա ահա թե ինչ չեն ասում ազգային ժողովի պատգամավորները, որոնք պարտավոր են բաց ներք կտրուկ որ մարդություն ասել ժողովրդի եւ խաղում են բեմադրություն է եւ վերջում էլ այսօր եթե օրերը նայում եք տեսնում եք որ Աղվան Հովսեփյանին կալանավորել են հարց է առաջանում իրենք տարի առաջ կալանավորել ինչու այնքան գաղտնիք ու կարծացած բաներ կա հիմա ես չեմ կարծում որ Աղվան Հովսեփյանը դեք նա վերջի հաշվով Չկուն իրավաբան է, նրա վրա դժվար է ինչ-որ բան բռնացնել, հաստատղտի բանի հետ կապված, բայց որ կոռուպցիաները ամբողջ այդ հին համակարգի, Սերժ Քոչարյանական ամբողջ այդ համակարգի մեջ ամենամնայուն կարկառուն դեմքերից մեկն է եղել այդ վարչա օլիգարխիկ համակարգի, մաս է կազմում է դա հիմա, ինչու է պետք նրան 3 տարի ընդմուջումից հետո, մեկ է հանկարծակի նրան գործ արեց։ Շատ հասարակ, հիմա ամբողջ հայ ժողովուրդը այս իրադարձությունների շարունակության ֆոնին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ընկնում է օրեցօր եւ դրա համար հասարակության ուշադրությունը պետք է շեղել։ Պետք է շատ աղմկոտ խոշոր դեմքերին, տեղական մասշտաբի խոշորին, ուրեմն զոհաբերել, հասարակության ուշադրությունը շեղել, դա հին մեթոդ է վերջի հաշվով, հասարակության հետ, զլիմների հետ աշխատել են մեջ եւ սկանդալային խնդիրներով շեղել ժողովրդի ուշադրությունը եւ մեղմել այդ ռեյտինգի անկումը Նիկոլ Փաշինյանի, որը կապված է բնական իրատեսական վտանգավոր խնդիրների հետ։ Բայց երբ որ ստեղծում է սկանդալային խնդիր, նա տեսեք պայքարում է, կալանավորեց Աղվան Հովսեփյանին, նա առաջ վերջինը չի լինելու, էլի ծծուն ճիչող անուններ լսելու եք, բայց դա արվում է նրա ռեյտինգը բարձրացնելու համար։ Իսկ թե մի քանի տարի հետո նորից բաց կթողեն այս կանեն, թե կանեն կանեն, խնդիրը դա չէ, խնդիրը ժամանակ շահ։ Կարծում եք դա ժամանակավոր ձերբակալություն է, ժամանակավոր։ Հիմա դա չի կարևորը։ Դե միջև վերջ նրան մսաղացի մեջ կտանեն, թե կարծացած ինչ-որ մի հանգրվանից հետո ոչ, չեն տանի եւ այլ, դա չի խնդիրը։ Խնդիրը այն է, թե ինչու հենց հիմա։ Հասկանալի է։ Ժողովրդի ուշադրությունը շեղեն, այսինքն ազգային ժողովը որպես այդպես անցյալով ամբողջական եւ ներկայով ամբողջական, դրանք սարի նույն կտավն են, որից է բան չի փոխանում։ Նորից վարչաօլիգարխիկ համակարգն է տիրում, նոր դեմքերով, քանի այսպես ասած, եւ ռեյտինգի հետ կապված խնդիրի առումով էլ կատարվում է այդ Աղվանի հետ կապված։ Ինչ վերաբերում է սահմանի հետ կապված, ես արդեն բացատրեցի, թե ինչու։ Վերաբերում է կարծես թե ինչու ծրագրավորված Ռուսաստանի քաղաքական վեկտորը փոխվեց, դառավ թուրք-ադրբեջանական տանդեմին, շահերը տեսենք բանան, դրան ամենամեծ շահողը Ռուսաստանի դաշնությունն էր։ Հայ-ադրբեջանական բախումով ոչ Թուրքիան շահեց։ Ադրբեջանը մի որոշակի շահեց, Հայաստանը կորցրեց լիովին, բայց ամենաշատը շահեց Ռուսաստանը։ Հիշենք 2011 թվականից սկսած կար Լավրովյան պլանը,
այդ Դավիթովյան պլանը հստակ ասում էր այն, ինչ տեղի ունեցավ։ Այն վերապահության, որ այնտեղ կարճացած գիտեք ինչ, խնդիրներ կա ու հաղթող բանակին չես կարա դեմը առնես, Ալիևը ճկունություն ցուցաբերող նաև Հադրուտ Շուշի այս մասերներ կարողացա վերցնել, ցենց անգրագիտության կապված, բայց այդ պլանը արդեն կար 2011 թվականից։ Ոչ մեկի համար նորություն չի, որ եթե կա այդ պլանը եւ այդ պլանով ճնշում է գործադրվում երկու կողմերին է, որտեղ հիմնական առանցքը հետեւյալն է, որ Ռուսաստանը Արցախում ունենա ռազմաբազա։ Այո։ Եվ թե Ադրբեջանը, թե Հայաստանը դրանք մերժում էին։ Աստորեն դա եւ նաեւ կա հայտարարում է Ռուսաստանի դաշնությունը, որ Ադրբեջանը կմտնի Եվրազիստական միություն դիտորդական կարգավիճակով հետո կերևա։ Այս ամբողջ խնդիրը Կովկասը ավելի քան վերցրեց իր ձեռքը Ռուսաստանը այդ քայլով եւ դա էր իր ծրագիրը ու ամենամեծ շահողը նա դուրս է։ Պարոն Արմին, ինչ կասեք Արցախի հանրապետության ճակատագրի մասին։ Այդ անորոշությունը։ Ես արդեն ասացի։ Վերջի հաշվով Ռուսաստանին անհրաժեշտ է այդ հայ պետական միավորը, որպեսզի իր զորքերը, իր բազան չհանի այնտեղ։ Այլապես ի վերջո, հա, ազգային հարաբերություններում, հա, պետք է կարողանաս արդարացնես, թե ինչ այնտեղ բազա, առավել ևս, որ արդեն Ադրբեջանում եւ ընդդիմությունը եւ բավական նույնիսկ նրանց վարչաօլիգարխիկ համակարգի թևերից որոշները արդեն սկսում են բողոքել, որ ռուսական զորքերը ինչ գործ ունեն, կարծես մեր ադրբեջանական տարածքում թող դուրս։ Դա արդեն process-ը գնում է հիմա։ Դրա համար դա անհրաժեշտություն է, որպեսզի ռուսական զորքերը այնտեղ ի վերջո, եթե աշխարհը Եվրոպան, Միացյալ Նահանգները զբաղված են ընտրական խնդիրներով, ի վերջո Federal Reserve-ի եւ International Monetary Fund-ի միջազգային արժութային բանկի գործերը այդքան էլ լավ չեն, կորոնավիրուս եւ այլ արեստացիա։ Այս ամեն ինչի սովնակում Ռուսաստանի Դաշնությունը իր դիրքերն է ամրապնդում նախկին սովետական միության բոլոր տարածքներում եւ ամրանում է այնտեղ։ Եվ Կովկասում նա ոչ թե տարածեց այդ կեղծ լուրերը, որ գիտեք ինչ կարող է մի օր դուրս գա Հայաստանը առանց Ռուսաստանի ինչ պետք է անի Թուրքիան կողմից, Ադրբեջանի կողմից, բարերով եկած այդ վախը մեր մեջ աստվածնել վարում, բայց իրականում այդպես չէ, նա վերահաստատվեց ավելի ամուր ձևով, հա, Կովկասում։ Այսպես։ Շնորհակալություն պարոն Արմին, այժմ հարգելի հայրենակիցներ կարճ դադար գովազդ ունենք եւ հետո կվերադառնանք մեր եթերին։ Ինչպիսի պետություն է ուզում ունենալ հավաքական հայ ժողովուրդը։ Պետք է ժողովրդին հետ վերադարձնել 1992-ից 2018 թվականների ընթացքում անիրավականորեն եւ ապօրինի կերպով օտարված ու մասնավորեցված նրա սեփականությունը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով։ Պետությունը, որպես կառավարման գործիք, չի կարելի թողնել վարչաօլիգարխիկ կլաններին, այլապես հայ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր երկրում քաղաքացի չէ, այլ հպատակ է։ Երկրի ռազմավարական նշանակության միավորների եւ ոլորտների մենաշնորհային պատկանելիությունը տեղական կլաններին կամ օտարերկրյա ընկերություններին Հայաստանը դարձնում են սուվերենությունից զուրկ տարածք։ Չկա ժողովրդավարություն, եթե ժողովուրդը զրկված է իր հողի, իր երկրի բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքից եւ դրանց շահագործումից չի ստանում շահութաբաժին։ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անօտարելի սեփականությունն է։ Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը, իսկ պետությունը կատարողի դերը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից եւ երկրի ռազմավարական
բացառիկ նշանակության միավորներից պետք է ստանա իր բաժնեմասն ու շահաբաժինը։ Միացիր համահայկական ազգային համաձայնություն շարժմանը։ Անցնենք հաջորդ հարցին, հարցս հետևյալն է. բոլորիս համար հստակ է, որ այսպես արդեն անհնար է շարունակել։ Եվ երբ համահայկական ազգային համաձայնություն շարժումը հայտարարում է, որ պետք է ձևավորել ճշմարիտ ազգայնականների համախմբում եւ վերցնել իշխանությունը, շատերի մոտ հարց է առաջանում. ինչպես եւ ինչից սկսել։ Նախ եւ առաջ մեզ բարձր է, որ այս տարածաշրջանում, դա ֆիզիկայի հետ, ասենք ունենք միջավայր, որ կան գործոններ, որոնք անփոփոխ են։ Հիմա մեր տարածաշրջանում կան գործոններ, քարտեզ, Միկոն Թուրքյան, Միկոն Ադրբեջան, Ռուսաստանի գերպետության, որ չէ սրանք հասաններ, կոմունիկացիոն ճանապարհների ոչ բավարար ճանապարհներ եւ այլն, այս մեր հումքային փոքրություն, այս բոլորը գործոններ են, անփոփոխ գործ, որը այս միջավայրում է։ Եվ եթե ունենք մի մոտոր, դա Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ պետական համակարգը որպես եւ այդ համակարգի իրենից ներկայացնում է վարչա օլիգարխիկ համակարգ 30 տարվա անկախության ընթացքում բոլորը ամբողջ ժողովուրդը տեսնում։ Եթե այդ համակարգը չի աշխատում այս միջավայրում, նշանակում է ոչ թե պետք է այդ համակարգը չի աշխատում ինչու, որովհետեւ մենք հստակ տեսանք եւ միշտ ենք տեսել, որ միշտ նա անկնում է ճգնաժամից ճգնաժամ, իսկ հիմա ընդհանրապես վտանգված է պետականությունը, վտանգված է ազգի ճակատագիրը։ Նույնը մենք տեսել ենք 1 միլիոնից ավելի արտագաղթը, դա արդեն սարսափելի վտանգ է, որ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին։ Իհարկե։ Սրանք կործանարար վտանգներ են։ Հիմա, եթե այդ մոտորում չկա ազդանշանային համակարգ, որ վտանգ է գալիս, դա ջերմային համակարգ, չկա պաշտպանական որից է համակարգ, ինքը անընդհատ խաթարումներով է աշխատում եւ մի օր փլվելու է վերջի հաշվում։ Նշանակում է այդ միջավայրում այդ ինստիտուցիոնալ համակարգը չի աշխատում անպետք է։ Եթե անպետք է, ապա սխալ է մտածել այդ մեքենան բարելավելու, ինչ-որ բաներ ավելացնելու եւ այլ եւ այլ։ Չի աշխատում եղբայր, ուրեմն պետք է համակարգը փոխել։ Մեկ անձի փոփոխությամբ դա կլինի Քոչարյան, Փաշինյան, չգիտեմ ես իմ Սարգսյան։ Չի փոխվելու հնարավոր չէ։ Ոնա տնտեսական զարգացման առումով հնարավոր չէ, իսկ եթե տնտեսական զարգացման առումով հնարավոր չէ, ուրեմն կարծես կարող լիարժեք ֆինանսավորել նաև քո բանակը եւ ունենալ լավագույն, ասենք, տեխնիկայի գնում եւ այլ։ Քաղաքական առումով ամբողջովին, ընկած ես Ռուսաստանի Դաշնության վասալային տնտեսություն, վասալային կարգավիճակում։ Ի վերջո, ազգային պետության համար կամ սուվերեն պետության համար հստակ տնտեսագիտական, քաղաքտնտեսական հիմունքներ կան, աքսիոմաներ, ըստ որոնց հստակ երևում է, որ դեպքում ես սուվերեն, որ դեպքում սուվերեն չես։ Եթե մի երկրի բոլոր ռազմավարական նշանակության միավորները գազ, հոսանք, կապի միջոցներ, երկաթուղի, ատոմակայան, որևէ գտնվում են օտարերկրյա, այս դեպքում Ռուսաստանի Դաշնության, սեփականության, մենաշնորհային սեփականության, ապա այդ պարագայում ոչ միայն սուվերեն չես, այլ դու ռադիկալ նույնիսկ տնտեսական փոփոխությունների հնարավորություն չունես։ Այսինքն մի հատ սարսափելի բան անում եւ երկու ավելացում անեմ, որ տեղի ունեցել բառացիորեն մեկ ամսվա ընթացքում։ Առաջինը Հայաստանի էլեկտրական ցանցեր, որ մենք գիտենք, որ Տաշի Սամվել ազգանունը ճիշտ Կարապետյան։ Ինչպես Կարապետյան։ Սամվել Կարապետյանի Այո, սեփականությունն է։
մեկ ամսվա մի քանի շաբաթվա ընթացքում նա այդ սեփականությունը վաճառեց Եվրազիստական բանկին։ Դա մեկ, այսինքն ռուսական մեծարարուստերն, եթե նրա գումարները եւ բիզնեսը գտնվեն ռուսական լծակի տակ, հա, Ռուսաստանում, նշանակում է ինքը այս տարածքում իշխանել հայրենասեր մարդ լինի, կախված է այդ լծակից։ Այո։ Դա արդեն մինուս է։ Ու տեսանք, որ նույնիսկ այս պարագայում ինքը դա վաճառեց։ Վաճառեց, թե պարտադրեցին վաճառել, այդ թողեն, հարցը այդ իրականում վաճառվեց։ Եթե Հայաստանում պարզամոլիբդենային կոմբինատի սեփականությունը, հա, որոշակի տոկոս գտնվում էր տեղական, այսպես կոչված օլիգարխների ձեռքում, մասին հոյակապ հաղորդում ունեն երիտասարդները, որ դրել են տոկոս արտոկոս ցույց են։ Եկե տեսնում եք, որ Պուտինի մերձավոր շրջակայքին Զուրաբովին եւ այլն անցան բավական լուրջ տոկոսներ, հա, դա էլ գնաց, չէ՞ որ դա ռազմավարական նշանակության, դա սարսափելի մեծ շահույթ բերող ուրեմն կոնցերն է։ Պաստորեն սա էլ անցավ Ռուսաստանի Դաշնության տիրապետության կամ այդ իր արբանյակ մենաշնորհային օլիգարխների սեփականության տակ։ Եվ այսպիսով ողջ Հայաստանում բացի են որ կարծես այդ շուկայի, հա, ներկրողների մենաշնորհայինները կան, դրանք բայց ռազմավարական բացառիկ նշանակության բոլոր տնտեսական միավորները եւ վերջո գտնվում են օտար պետության, գերպետության ընկերությունների եւ մենաշնորհային այդ գազնա, օսանքնա եւ այլն մենաշնորհային սեփականություն։ Այս պարագայում եկեք ասենք եւ ասենք, որ արդյոք մենք սուվերեն պետություն։ Ինչ Ջաքսոնը եւ Մորիսոնը հետաքրքիր բան ունեն։ Քվազի պետություն։ Դա նշանակում է, որ ճիշտ է, Միացյալ Ազգերի լիգայում նրանք ընդունված են ազգային իրավունքի հիմքով որպես պետություններ, նրանք վերում են աֆրիկյան պես։ Խոսում են հիմա Հայաստանի մասին։ Այսինքն քվազի պետության բնութագրումը հետեւյալն է։ Դա իրավական սուբյեկտ է միջազգային իրավունքի առումով, Միացյալ Ազգերի լիգա եւ այլն, բայց իրականում ինքը պետություն չէ, ենթադրական մոտավորապես պետություն է, քանի որ ինքը ունի տնտեսական անկախություն, տնտեսական անվտանգություն, կառավարման հստակ համակարգ, որտեղ հավասարակշռված բոլոր ռեսուրսների իրավական կողմը, մյուս բոլոր կողմերը աշխատում են հավասարակշռված եւ պետական համակարգը որպես այդպեսին գալ միջավայրում գործում է լիարժեք։ Եթե այդպես չէ, դա ուղղակի մոտ է դրան, բայց այդպեսին չէ, դրանք կոչվում են քվազի պետություն։ Հիմա վերջը աշխո մենք կառուցել ենք 30 տարի շարունակ այդ քվազի պետություն։ Այսպես ստացվեց։ Այսպես ստացվեց։ Կանա այդ հարցի հետ։ Սիրելի հայրենակիցներ, այժմ կարճատև գովաստ եւ հետո կշարունակենք մեր հաղորդումը։ Ինչպիսի պետություն է ուզում ունենալ հավաքական հայ ժողովուրդը։ Պետք է ժողովրդին հետ վերադարձնել 1992-ից 2018 թվականների ընթացքում անիրավականորեն եւ ապօրինի կերպով օտարված ու մասնավորեցված նրա սեփականությունը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով։ Պետությունը, որպես կառավարման գործիք, չի կարելի թողնել վարչաօլիգարխիկ կլաններին, այլապես հայ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր երկրում քաղաքացի չէ, այլ հպատակ է։ Երկրի ռազմավարական նշանակության միավորների եւ ոլորտների մենաշնորհային պատկանելիությունը տեղական կլաններին կամ օտարերկրյա ընկերություններին Հայաստանը դարձնում են սուվերենությունից զուրկ տարածք։ Չկա ժողովրդավարություն, եթե ժողովուրդը զրկված է իր հողի, իր երկրի բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքից եւ դրանց շահագործումից չի ստանում շահութաբաժին։ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անօտարելի սեփականությունն է։
Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը, իսկ պետությունը կատարողի դերը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից եւ երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստանա իր բաժնեմասն ու շահաբաժինը։ Միացիր համահայկական ազգային համաձայնություն շարժմանը։ Պարոն Արմին, շարունակենք մեր հարցազրույցը, հաջորդ հարցին եմ ուզում անդրադառնամ, հարցը հետևյալն է։ Վերջերս շատ ենք օգտագործում ազգային, ազգայնական, ազգային պետություն տերմինները, եւ դա նշանակում է, որ հասարակությունը ունի դրա պահանջարկը։ Արդյոք բոլորն են ազգայնական։ Ինչ է ազգային պետությունը եւ որոնք են ազգային պետության հիմնական սկզբունքները։ Բարի։ Տեսեք, հենց նոր համայնքական համաձայնության գովազդային տեսահոլովակ։ Գովազդ չունենք։ Այո։ Հեռարձակում ենք մեր կարգախոսները։ Դրանք հենց այն կարգախոսային կամ այն հիմնադրության մեխերն են այսպես, որոնք կարծես կարող են բնորոշվել որպես ազգային պետություն։ Ազգային պետություն։ Այո։ Անոր ես խոսեցի տնտեսական անկախություն։ Հա։ Դա Այո։ եթե չլինի Ինչ որ չափով բացատրեցիք։ վարչաօլիգարխիկ համակարգ, եթե չի ամենակարևորը, եթե մի պետության մեջ 97-90% ազգային միատարրություն, այդտեղ պետք է ազգային գաղափարաբանություն որպես գաղափար աշխատի որպես պետական գաղափար։ Եվ մարդ ազգայնականը նաև լավ իմանալով թե բնության օրինաչափությամբ է ազգային հայացումը։ Իր երկրի ներսում ազգային փոքրամասնություն բացառիկ վերաբերում adresul pe un Ես որ մենք հիմա պատրաստում ենք գիրք, որտեղ են հստակ թեզերը, վեցուցային թեզեր։ Այո, հետաքրքիր կլինի։ Որտեղ թե ինչ ազգային պետություն անհրաժեշտ։ Ազգային պետությունը պետք է նախևառ հանրային եւ հատկապես այնտեղ ժողովրդավար հայր նաեւ պետք է ունենա տեսության ոչ թե վարչաօլիգարխիկ համակարգ, ով ընդհանրապես ապազգային է, ինքը կոսմոպոլիտ է, միայն ուզում է հավաքել եւ տեսեք տարական բան Հայաստանից տարեկան 1 միլիարդ դոլար փախչում է։ Դուրս է գալիս։ Դուրս է գալիս։ Եվ դուրս է գալիս, որովհետև շուկան փոքր է։ Բացի այն, որ կարծես ավելի շահական տեղերը կամ ապահովության համար տվյալ այս կամ այն օլիգարխը կտանի կդե Բելգիայի բանկում կամ ռուսական կապիտալի արտահոսք։ Բայց նաև խնդիրը ապահովության առումով դա Բայց նաև միայն ապահովության հարցը չէ։ Երբ որ կարծես շուկան փոքր է, նրանք կարծես կապիտալը դուրս է հոսում ավելի ձեռնտու տեղ է։ Ինքը ապազգային ազգային պետության մեջ ուրեմն այդ անարխո կապիտալիզմ կոչվածը, անարխիկ կապիտալիզմ, դա տերմին է, որտեղ այդ մենաշնորհային օլիգարխները պետությունը ապես չէ։ Դա դեմ է, իրենք կառավարեն, որ այդպես իրենց շահերից ելնելով, այո։ Ազգային պետության մեջ դրանք բոլորը կանոնավորվում են եւ մասնավոր սեփականությունը լիովին պաշտպանվելով հանդերձ հանրային կորպորատիվ խառը համադրված կացութատերի կայացում, որը նշանակում է կենտրոնացված պլանային տարբերություն այդ ուրեմն ազատ շուկայական այնուամենայնիվ պլանային այնուամենայնիվ պլանային տեսեք հիմա այսօր երկրի օրինակները Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, դրանք բոլորը ազգային միատարր պետություն են։ Եվրոպական պետություններ են։ Շատ բարի։ Հասկացանք։ Կարծես մենք քաղաքակրթություն
ասեմ, աշխարհին քաղաքակրթություն ենք տալիս ելով դեպի շուտեր Եվրոպա, հողագործություն Սկիզբն էինք։ եւ այլ եւ այլ։ Այդ մեծ կամ էլ շատ ներողություն բառացիորեն մի 2-300 տարի հետ գնանք, տեսնենք կարծես այդ վայրի վիկինգները իրանց ինչ ներկայացուցին, որ զարգացան ենք, զարգացան։ Ընտիրը մեզանում է եվրոպական հետո ընդ որում ասեմ դες խառը համադրված կացութաձելի մոտեցումը եւ դա գրված է հենց արևմտյան տեսաբանների մոտ։ Գալիս է դեռևս Արատա եւ Շումեր քաղաքակրթություններից։ Այնտեղ եղել է հենց խառը համադրված, հա, կենտրոնացված կառավարում։ Այսինքն փորձը ունենք։ Այո, հիմա այդ Ինչպիսի նշածս Այո։ երկրներում, ինչպես նաև Չինաստանում, ինչպես նաև ասենք թե Սինգապուրում, ինչպես նաև ասենք Արաբական Էմիրատներում, Քաթարում եւ այլ լիարժեք ապահովված է եւ իրավական կողմը եւ իրականության մեջ մասնավոր բիզնեսի շահերը, իրավունքները եւ այլ։ Բայց այնտեղ կա հանրային մասնավոր, պետական հանրային ձեռնարկությունների խառը խառն համադրված ֆորմաներ, ձևաչափեր եւ պետությունը ինքը ուղղորդում է ըստ իր շուկայի պահանջարկի եւ ըստ իր ռեսուրսների, ըստ իր անվտանգության ուղղորդում է եւ լինում է ուղղորդված պլանային Տնտեսություն, եւ որը տանում է զարգացման, որը տանում է թռիչքային քրիչկային զարգացման։ Եվ այսպեսի մի բան էլ կա։ Տնտեսական անվտանգությունը դա ի վերջո նշանակում է տվյալ տարածքում հաշվարկել բոլոր գործոնները, Ռիսկերը բոլոր։ բոլոր ռիսկերը Այո։ եւ կառուցել այնպիսի համակարգ, որպեսզի դա ներդաշնակ ձևով կարողանա աշխատացնել, հա, տվյալ երկրի ռեսուրսները, պահանջները, սոցիալական խավերի պահանջները բավարարել եւ այլ։ Հիմա գալով այդ ազգային, գիտեք դա պահանջված է։ Մեր հասարակությունը ազգային հետ կապված պահանջված է, որտեղ նժդե ազգային է։ Որովհետև Հայկ Ասատրյանը ազգային ամբողջ տեսություններ են թողել։ Բացի Թումանյանը ազգային համամարտկային արժեք է։ Կոմիտասը ազգային համամարտկային արժեք է։ Այս ազգայինը որպես ազգային արժեքների կրող, իսկ դա առաջի հերթին շակույթն է եւ այլն, դա անհրաժեշտություն է եւ մեր հասարակությունը դրա պահանջում ունի։ Մեր ֆիդայիները, որ գնացին հաղթեցին կամ մեր ջայել երեխեքը, որ քանի հազարներով իրենց կյանքը տվին, նրանք ազգային են։ Հենց մեջ այդ պատրիոտիզմը ախն են։ Կանեցին, զոհվեցին։ Հասարակություն պահանջ ներկայացված եւ հասարակություն այդ պահանջում ունի, սակայն ցավոք սրտի մեր հայերիս մոտ տեսաբանական ինստիտուտը պակաս։ Այսինքն, այն ինչ որ դրա համար մենք համայնքական Ինչ ասել է տեսաբանական ինստիտուտ, պարոն Արմին։ Շատ բարի։ Դուք սևով տակի վրա պետք է դնենք, թե ինչ է նշանակում ազգային պետություն, սահմանումը, Ահա։ որոնք են նրա անբեկանելի աքսիոմատիկ, այսպես ասած, սկզբունքները, թողել են 4 հատ, 3 հատ, որոնք են։ Այո։ Ինչպես պետք է լինի տնտեսական անվտանգություն, հասարակության կյանքը ինչպես կամ ժողովրդավարության կամ ասենք թե դատական համակարգը այնտեղ ոնց կարա լինի։ Ինչպես Փոխհարաբերությունները, ինչպես աշխատի։ Վերջի հաշվով այդ բոլորը գալիս է մի հիմնական հարց, որը մենք համայնքական ազգային համաձայնությունը դրել է դեռևս 3 տարի առաջ։ Մենք մի խումբ գիտնականներով այդպես հավաքվեցինք։ Մենք դրեցինք մեկ բարձ հարցադրում։ Ինչպիսի հայրենիք, ինչպիսի պետություն, ինչպիսի երկիր կցանկանար ունենալ հավաքական հայ ժողովուրդը։ Բարձ հարց է։ Եվ փորձեցինք այդ հարցին պատասխանել։ ազգային պետություն։ Ազգային պետություն։ Շնորհակալություն, պարոն Արմին։ Կարծում եմ մեր հանդիսատեսները բավարարվեցին ձեր պատասխաններից եւ մեկնաբանություններից։ Հարգելի հայրենակիցներ, մեր եթերը ավարտվեց։ Հիշեցնեմ, որ եթերում ազգային հայեցակարգ հաղորդաշարի հերթական հաղորդումն էր եւ մեր հյուրն էր համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր համակարգող Արտուր Արմինը։ Հիշեցնեմ նաեւ, որ մեզ կարող եք դիտել ինչպես Facebook-յան էջում, այնպես էլ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը,
Հաջողություն ձեզ, տեսություն։ Շնորհակալություն պարոն Արմին բովանդակ զրույցի համար։